Դավիթ, քաղաքացիական պայմանագիրը պատասխանել է փաստորեն ձեր արձագանքին արդեն, նշում է, որ իրենց առաջ քաշած 3 կետերից եւ ոչ մեկը ձեր հայտարարության մեջ նշված չէ, որոնք են լինելու ձեր քայլերը, իրենք նշում էին, որ պետք է նշեք դուք, որ մարտի 1-ի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որ պետք է սկսեք իմպիչմենթի գործընթացը Սերժ Սարգսյանի, բայց դա չեք արել, հիմա վերջը որը կլինի ձեր պարզաբանը։ Շնորհակալություն, ուզում եմ ասել, որ ըստ էության մենք քննարկելով այդ առաջարկը, հասկանալով, որ դա իր մեջ պարունակում է այսպես քաղաքական շանտաժի մոտեցում, բայց հասկանալով, որ միավորումը եւ համատեղ ուժերով Վանաձորում հաղթելը շատ ավելի կարեւոր է, որոշեցինք ընդունել այդ առաջարկը ամբողջովին եւ պարոն Մարուքյանը հայտարարեց, որ կմիանա իմպիչմենտի նախաձեռնության ազգային ժողովում եւ գիտեք, երբ պարոն Փաշինյանը ներկայացրել էր այդ նախագիծը, ձեր ներկայացրած 2 կետերը այդ նախագծի մեջ կային եւ հայտարարելով, որ միանում ենք իմպիչմենտի նախաձեռնության ազգային ժողովում, եթե քաղաքացիական պայմանագիրը հրաժարվի, այսինքն ինքնաբացարկ ներկայացնի Վանաձորում, մենք կստորագրենք նախագիծը, կմիանանք դրան, նշանակում էր, որ մենք այդ կետերը ամբողջությամբ բավարարել ենք եւ ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագրի այդ վերջին արձագանքը ընդամենը պատճառների փնտրտուքի եւ ինչ որ պատճառներ գտնելու իմիտացիա էր, որովհետեւ ակնհայտ է, եթե մենք հայտարարում ենք, որ միանում ենք այդ նախաձեռնությանը իր բովանդակությամբ հանդերձ, ապա մենք ընդունել ենք այդ առաջարկությունը եւ Այսինքն նույն մարտի 1-ի մասով ընդունում եք, որ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, եթե ներառում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ իմպիչմենտի օրակարգը, որը այսքան տարիներ տարել է ընդդիմադիր բազմաթիվ ուժեր, ըստ էության իրեն սպառել է։ Եվ պարոն Փաշինյանն էլ երբ դա ներկայացնում էր, հասկանում էր, թե ինչ ճակատագրի է այն արժանանալու, եւ մենք բազմիցս ասել ենք, որ դա մեր օրակարգը չէ։ Սակայն միավորման համար մենք ասում ենք, եթե դա է խնդիրը, ապա մենք միանում ենք այդ օրակարգին ազգային ժողովում եւ թող պարոն Փաշինյանի հետ միասին այդ գործընթացը սկսվի, բայց ըստ էության նրանք հրաժարվեցին դրանից հետո իրենց քայլը կատարել եւ ինքնաբացարկ ներկայացնել եւ ակնհայտ է, որ Վանաձորում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որևէ դրական արդյունք չի կարող արձանագրել եւ պարզապես փոշիացնելու է այն ընդդիմադիր ձայները, որոնք լրացուցիչ օգնություն կլինեին հանրապետական կուսակցությանը տեղական մակարդակում ընդդիմություն դարձնելու համար։ Ընդհանուր առմամբ ձեր բանավեճը սկսվել է շատ ավելի վաղուց քաղաքացիական պայմանագրի եւ Լուսավոր Հայաստանի, ինչն է խնդիրը ընդդիմության ներսում, ինչու չմիավորվել, եթե չի ստացվում դաշինքով հանդես գալ միավորվել, ապա պարտադիր է ցեղ շպրտել միմյանց վրա եւ սրանով ծառայություն մատեցել նաեւ հանրապետական կուսակցությանը։ Ես հիշեցնեմ, որ այս այսպես ասած դիսկուրսը սկսվեց պարոն Փաշինյանի այն հայտարարությունից, թե Էդմոն Մարուքյանը կողմ քվեարկելով բյուջեին եւ կատարողականին վստահության քվե է տվել կառավարությանը եւ սրա վրա ամբողջությամբ կառուցեց իրական եւ կեղծ ընդդիմադիրի այս դիսկուրսը։ Նախ ասեմ, որ պարոն Մարուքյանը պատասխանել է, որ ինքը լինելով մեծամասնական падգամավոր եւ Վանաձորի շահերը ներկայացնելով իր աշխատանքն է լավագույնս կատարել եւ բազմաթիվ իր արժեվ դրված խնդիրները լուծել է։ Ես ցանկանում եմ անդրադառնալ նաեւ հարցի մյուս կողմին, որովհետեւ պարոն Փաշինյանը հավանաբար տեղյակ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վանաձորի քաղաքապետի տեխնացու Արամ Խաչատրյանը 2012 թվականին եւ 2013 թվականին կողմ է քվեարկել Վանաձորի բյուջեի կատարողականներին։ Եվ ըստ իմ օրենքի, եթե Վանաձորի ավականին դեմ է քվեարկում եւ չի ընդունում կատարողականը բյուջեի, ինքնաբերաբար իրավունք է ստանում անվստահություն հայտնելու Վանաձորի քաղաքապետին։ Հիմա ինձ քիչ է հուզում, թե ինչպես է վերաբերվում պարոն Փաշինյանը այդ հանգամանքին, որ իրենց առաջադրած քաղաքապետի տեխնացուն ըստ էության կողմ է քվեարկել այն ամենին, ինչ որ Վանաձորում կատարվում է եւ քիչ է նաեւ հետաքրքրում, թե ինչ պատճառաբանություններ եւ մեկնաբանություններ ունի Արամ Խաչատրյանը իր քվեարկության մասին։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է հանրությանը ներկայացնել այս փաստերը եւ ասել, որ այն ինչի մասին խոսում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ըստ էության
իրենց թեկնածուները ժամանակին արել են եւ գուցե պատճառաբանություն են ունեցել, բայց քանի որ քաղաքացիական պայմանագիրը այս պահին խնդիր ունի Վանաձորում կորզելու Լուսավոր Հայաստանի ձայները եւ թույլ չտալու հաղթել, իր արժեվ այդ դրված նպատակը փորձում է իրականացնել եւ կարծում եմ նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում բակ առ բակ շրջում է եւ իր խոսակցության գլխավոր թեման Լուսավոր Հայաստանն է եւ Էդմոն Մարուքյանի քվեարկությունը։ Սա էր ամբողջ սկիզբը եւ մենք մաքսիմալ փորձել ենք եւ փորձելու ենք չպատասխանել այս ամենին, բայց սա քաղաքացիական պայմանագրի կողմից եկող ալիք է, որը կարծում եմ կդադարի այն ժամանակ, երբ այնտեղ եղած քաղաքական այս իրավիճակին adekvat մարդիկ կհասկանան, որ ընդդիմադիրների միջև նման կոնֆլիկտը պարզապես շահեկան է հանրապետական կուսակցության համար։ Ես նաև ցանկանում եմ շարունակել պարոն Փաշինյանի այն հայտարարության մասին, որ նա արեց, թե Էդմոն Մարուքյանը հրաժարվել է բանավեճի մասնակցել հետքեմի հրավիրած, ասեմ, որ պարոն Մարուքյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտում որևէ բանավեճի առարկա չկա եւ իր գլխավոր թիրախը հանրապետական կուսակցությունն է եւ որևէ իմաստ ու բովանդակություն չկա բանավիճելու ընդդիմադիր ներկայացուցիչների հետ եւ այս դեպքում ես պարզապես կարող եմ ասել, որ եթե պարոն Փաշինյանը իրեն համարում է հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ապա այո, պետք է վրթովվեր, թե ինչի Էդմոն Մարուքյանը չի բանավիճել։ Եթե նա հայտարարի, որ այդպես է, պարոն Մարուքյանը որևէ խնդիր չկա, կարող է մասնակցել այդ բանավեճին։